Ինչ է կարծում, Հրաչյա, ինչով կավարտվի այս փորձը Ուկրաինայում հակամարտությունը ավարտելու։ Դժվար է ասել, որովհետև երկու կողմն էլ անհասկանալի վիճակում են, այդպես ասենք, ուղղակի եթե փորձենք ամենահասկանալին ամերիկյան կողմը։ Հա, ուղղակի եթե փորձենք գնահատական տալ, եթե մի քիչ տենց երկարից 4 տարին հիշենք, 3 տարին հիշենք, կարելի է ես երևի կասեմ, որ կարելի է պարզից միանգամից ասում եմ, որ Ռուսաստանը պարտվել է այս պատերազմում։ Այս Ռուսաստանը այն խնդիրները, որը դրած էր իրան առջև, որովհետև այն ինչ անելու էր տևեց 4 տարի։ Չէ, բացի դրանից այն խնդիրները, որը դրել է, նվեր ինքը չկարողացավ հասնել, եթե հիշում եք, ինքը դնում էր խնդիր վերցնել Ուկրաինան լրիվ, ուկրաինական պետությունը վերցնել համահսկողության տակ, մտնել Կիև, ամեն ինչ վերցնել, այնտեղ դնել իրանց մարդը, Ուկրաինան որպես պետություն պիտի վերանա դառնա Բելարուսիա, ինչ որ տենց մակարդակի վրա։ Փաստորեն խնդիրները ինքը չկարողացավ լուծել։ Ընդամենը 3 տարում վերցրեց 20%-ը տարածքի, ընդամենը 20%-ը, եւ ի վիճակի չէ ողջ Ուկրաինան վերցնել մի կողմից, բայց մյուս կողմից Ուկրաինան էլ ի վիճակի չի հետ վերցնել այդ հողերը։ Դեռ վերականգնի ամբողջականությունը, տարածքային ամբողջականությունը։ Եվ ինչ որ մսաղաց է ստացվել, որտեղ երկու կողմերն թուլանում են, բայց հաղթանակի հասնել ոչ Ռուսաստանն է կարողանում, Պոկրովսկը 16 ամիս փորձում են վերցնել, մինչև հիմա չեն վերցրել։ Շատ չնչին կամաց առաջ է գնում, բայց ահռելի մեծ կորուստներով։ 3 տարում 20%։ Ոչ Ռուսաստանն է կարողանում հասնել նպատակին, երբ Ուկրաինան լրիվ վերցնում էր վերահսկողության տակ, բայց եւ Ուկրաինան ի վիճակի չի վերականգնի ամբողջականությունը, տարածքային ամբողջականությունը եւ կանգնեցնի այդ պատերազմը։ Բայց երկու կողմեր ինչու է Ամերիկան Վաշինգտոնը ասում բերեք հաշտվենք ռուսական պահանջների հետ։ Դա ինձ համար մի քիչ անհասկանալի է, ինձ համար անհասկանալի է ինչու Տրամպը այդքան հրապարակորեն եւ պարզ կանգնում Ռուսաստանի Պուտինի մեջքին, ինձ համար դա անհասկանալի է։ Ավելի տրամաբանական կլինի, որ ինքը Միացյալ Նահանգները իր իմիջով, իր կառուցվածքով, ինքը միշտ կանգնում է ագրեսիայի դեմ իբրև, ինքը ազատության, ժողովրդավարության եւ այլ, իրանք 80 տարի այդ ուղղությամբ են գնում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Միացյալ Նահանգների դու հիշում ես, ինձ ման ջահել չես, Միացյալ Նահանգների իմիջը, ազատություն, ջինսի, ռոք մուզիկա եւ Այդ ամեն ինչ ինքը հանձնում է, հիմա կանգնում է ավտորիտար կայսրության մեջքին, որը ռազմական հանցագործություններ է կարող, մենք գիտենք, որ այնտեղ ռազմական հանցագործություններ կա, այդ նման իշխանավորի դերակատարի մեջքին կանգնում է եւ փորձում է հանձնել Ուկրաինային, որին վրա հարձակվել են, որը այստեղ է երևի եւ այստեղ հակասություն է մտնում հակասություն եվրոպացիների եւ Վաշինգտոնի Եվրոպան է ուրիշ խնդրեմ է Եվրոպան իրար խնդիրների մեջ մտնում է խնդրի մեջ որովհետեւ Եվրոպան այս երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ կոմֆորտային վիճակում էր մտել որովհետեւ անվտանգության խնդիրները երաշխիքները տվել է Միացյալ Նահանգներին Միացյալ Նահանգներն են ապահովում Եվրոպայի անվտանգությունը։ Դա իրան ցույց տվել շատ կոմֆորտային, զարգացնել իր պետությունը, զարգացնել իր հասարակությունը, սոցիալ հարցեր լուծել եւ այլ։ Եվ հիմա միանգամից Եվրոպան պարզվել է, որ Միացյալ Նահանգները կարող է դուրս գա եւ Եվրոպան պիտի լուծի ուրիշ խնդիր։ Ոնց ենք վերականգնում ռազմամարզական համալիրը, ոնց է կարողանում պաշտպանվի Մի կողմից տարօրինակ է, որովհետև Եվրոպայի ընդհանուր ներուժը տնտեսական, ռազմական դաժե եթե հաշվեք, մի 20 անգամ ավելի մեծ է, քան թե Ռուսաստանին։ Բայց այսօր այս հզոր շուկան, այս հզոր երկրները ի վիճակի չեն կանգնեցնել Ռուսաստանին։ Իրանք կանգնած են խայտարակ լուծումների առջև, իրանք ուկրաինական պատերազմը իրաց փաստորեն հնարավորություն է տալիս սկսել այդ փոխակերպումները։ Բայց իրանք հասկանում են, եթե կորցնեն Ուկրաինան, հաջորդը կլինել է արդեն Եվրոպան։ Գրեթե բոլորը ավելացնում են իրենց ռազմական բյուջեն։ Ավելացնում են, բայց ջարդելը շատ հեշտ է, վերականգնելը, մանավանդ ռազմաարդյունաբերական համալիրը շատ դժվար է։ Այդտեղ 5-10 տարի ջանքեր պիտի դնես նպատակահարմարից, եւ այդ ջանքերը դնելու պիտի գումարներ ուրիշ տեղից վերցնես։ Դա նշանակում է քո սոցիալ ծրագրերը պիտի փոքրացնես, այդ էմիգրանտների ընդունված այդ բոլորը պիտի
եթե այդ այն հայտարարությունները ճակետները ման հասկանալի, որը կատարվել է այս 15 տարվա ընթացքում, ոնց է դա լուծելու։ Եվ այստեղ հիմնական խնդիրը եվրոպական պետությունները արդյոք կամք եւ ցանկություն ունեն ճանապարհով գնալ։ Ինձ համար հիմնական հարցը այդտեղ է, եվրոպական պետությունների հասարակությունները պատրաստ են ճանապարհով գնալ։ Պոլշան, Ռումինիան, Արևելյան Եվրոպայի երկրները հա պատրաստ են, Բալտյան երկրները, որտեղ թևական սպառնալիքի առջև են կանգնած ռազմական։ Իրանք այդ ամեն ինչ անում են, բայց խորքային, ավանդական կայացած Եվրոպան արդյոք պատրաստ է ճանապարհով գնալ։ Ինձ համար այդ հարցը հարաբերական չունի, որտեղ կան լավ հայտարարություններ, ճոխ, լավ տեն ճար խոսում են, բայց իրական փոփոխությունները հողի վրա ցավոք սրտի այնքան էլ մեծ չեն։ Ռուս-ուկրաինական պատերազմի որ արդյունքն է մեզ հետաքրքիր կամ որ արդյունքն է, որը մեզ չեմ ուզում այդ բառը կիրառել, բայց դա ավելի է ասում շահեկան։ Շահեկանը, որ Ռուսաստանը չհաղթի, որ այստեղ իրավիճակը, երբ երկու կողմ ոչ ոք չի հաղթելու։ Այստեղ իրավիճակ, որտեղ երկու կողմն էլ չեն հաղթելու, այդ պիտի հասկանանք, ոչ Ուկրաինան է հաղթելու, ոչ Ռուսաստանն է հաղթելու։ Եթե Տրամպին հաջողվի պայմանագիր ստորագրի, դա լինելու է սառեցված պատերազմ, ոչ մեզ մոտ է եղել 54 թվականի հարադատարը, որ ստորագրվել է, կլինի սառեցված պատերազմ եւ հետո Ռուսաստանը երևի Ուկրաինան այդքան ներուժ չի ունենալու, նորից կփորձի լուծի այդ խնդիրները շարունակի պատերազմը։ Այստեղ պատերազմը շարեցնելու է իմ հարցիկով, եւ ոչ մի կողմը չեն հաղթելու։ Երկու կողմն է զգալով իրաց պարտված։ Բայց այստեղ մի մեծ խնդրեմ է սկսվում, որտեղ Ռուսաստանը ավանդական նման պատերազմներից դուրս գալուց մտնում է աղետի մեջ, կոլապսի մեջ։ 1917 թվականի առաջի համաշխարհային պատերազմից դուրս գալու այդ հնարավորությունը բերեց բոլշևիկյան հեղաշրջան ներքին տնտեսական ոչ թե տնտեսական վերնախավի մեջ այդ ինքը պահել իշխանությունը երբ դու այդպես ես դուրս գալիս պատերազմից շատ դժվար է Աֆղանստանի պատերազմից դուրս գալուց հետո 79 թվականի 85 թվականին Գորբաչովն է գալիս եւ Սովետական միությունը փլուզում է անսպասելի եւ առաջի համաշխարհային պատերազմից հետո է անսպասելի Եվ 91 թվականին է անսպասելի։ Ռուսաստանը նման պատերազմից դուրս գալով մտնում է անսպասելի վիճակ։ Եվ դա բոլորի համար վտանգավոր է եվրասիական տարածքում իհարկե մեզ համար է նույն ձևի։ Եթե հաշվի առնենք Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա։ Հիմա ձեր նշածի ազդեցությունը մյուս կոնֆլիկտների վրա ինչպեսին պետք է ընդհանրել։ Եթե Ռուսաստանը ուշքի գա, եթե ինքը կարողանա սառեցնել ուկրաինական ուղղությամբ իր այն պոզիցիաները, որ ինքը ունի, ինքը կարող է հետո նայի դեպի Կովկաս ասեն կամ կենտրոնական Ասիան, որտեղ նույն ձևի լարվածություններ են։ Այն որ կենտրոնական Ասիայի մեծ օրերը լարվածություն Ռուսաստանից հեռանալու, հա, իհարկե այդ պատերազմը, հիմա որ Միացյալ Նահանգները այս սկսել են հարաբերակորեն սկսել են նախաձեռնությունը C5 գումարած մեկ Ադրբեջան, դա Միացյալ Նահանգների մեծ ռազմավարության իրականացումն է, որը մի 3 տարի առաջ են իրական ընդունել։ Թրիպի ճակատագիրը կախված է այս մթնոլորտից։ Թրիպի ճակատագիրը կախված է, որովհետև այստեղ ստացվում է Հայաստանը ունի շատ փոքր պատուհան, հնարավորությունների պատուհան, 3 տարի մինչև Տրամպը նախագահ է, որ կարողանա թրիպի միջոցով ավելի մեծ սերտերընկատեր ստեղծի Միացյալ Նահանգների հետ եւ դրանով ինչ-որ ձևով երաշխիքներ ստանա Ռուսաստանը չի հարձակվելու։ Իսկ Ադրբեջանը Ադրբեջանը նույն ձևի, Ադրբեջանը ավելի հեշտ է, որտեղ Ադրբեջանը վաղուց Թուրքիայի հետ է, Թուրքիան ՆԱՏՕ-ն է, ՆԱՏՕ Միացյալ Նահանգներն է, Միացյալ Նահանգների ներկայությունը ռազմական, տնտեսական Ադրբեջանում վաղուց ձևավորված է տասնյակներ տարիների ընթացքում։ Ադրբեջանը ավելի հեշտ է մտնելու այդ ճարտարապետության մեջ, այդպես ասենք, հա։ Հայաստանը խնդիրներ ունի, որովհետև մինչև հիմա չեք կտրվել Ռուսաստանից, մեկ մնում եք Ռուսաստանի ռազմական դաշնակից, մեկ մնում եք եվրասիական պրոյեկտների մաս, եւ դու ունես շատ քիչ ժամանակ, որ կարողանաս դիստանցավորվես այդ ամենից։ Ոնց է այդ խնդիրը լուծելու, արդյոք դու 3 տարում հասցնելու ես այդ պրոյեկտը իրականացնես, եւ դու պիտի շատ ճիշտ դնես խնդիրները դրվածքը, որ այդ պրոյեկտը քեզ համար ոչ թե Նախիջևանի Ադրբեջանի կապն է, Նախիջևանի միջոցով Ադրբեջան կապն է ձևավորը, բայց դու պիտի դնես Տրամպի առջև այս պրոյեկտը պիտի քեզ թույլ տա Թուրքիայի բլոկադայի հանումը։
Հայաստանը պիտի հասնի նա, որ Միացյալ Նահանգները ստիպեն Թուրքիան, որ բլոկադան հանեն եւ Հայաստանը ստանա կոմունիկացիաներ դեպի Մերձավորցով, նավահանգիստներ, դեպի Եվրոպա եւ այլ։ Այդ ժամանակ մենք հնարավորություն կունենանք, մեր տնտեսությունը հնարավորություն կունենա սկսել զարգանալ ուրիշ տեմպերով եւ Լարսի անիծվածքից, Լարսի փակողումից մենք կպրծնենք Ռուսաստանի շանտաժից մի քիչ կապահովացնենք։ Բայց դրա անելու համար նորից եմ կրկնում հայկական կողմը պիտի պրոյեկտը պատրաստի, այդ պրոյեկտում մենք պիտի երաշխիքներ ուզենք, ոչ թե միայն տնտեսական, բայց նաև անվտանգության, կոմունիկացիաների բացման, տարածաշրջանային, աշխարհաքաղաքական։ Դա բարդ խնդիր է։ Այդ խնդրի կառուցման համար Հայաստանը պիտի հավաքի աշխատանքային խումբ եւ սկսի պատրաստել մաննախագիծ եւ ներկայացնի Միացյալ Նահանգներին, ոչի ստանա նմանատիպ ինչը մենք տեսնում ենք Ուկրաինայում եւ Միացյալ Նահանգները Ռուսաստանի 18-28 կետանոց պայմանագիր է ստորագրում, ասում ստորագրում, լավ կլինի որ Հայաստանը պատրաստի նախաձեռնությունը գնացի Տրամփ ջան, ուզում եք որ այս մեկը անենք, մենք տանենք, մենք պատրաստենք, ոչ թե սպասենք Միացյալ Նահանգները Ռուսաստանի, Թուրքիայի հետ ինչ պայմանագրության կգան։ Հասկանում ես, որովհետև Տրամփի վարկը անկախատեսելի է։ Հասկանում ես, դա շատ բան է։ Հայ-ադրբեջանական պայմանագիրը այդ դեպքում ասեք։ Հայ-ադրբեջանական ոչ մեկից կախված չէ, որովհետև պայմանագրի գինը հիմա ոչինչ չարժի հիմա։ Նույն տեսնում ես, երբ հարձակվում է Ռուսաստանը, վերցնում է հողեր, մտածում են ոնց օրինականացնել այդ ամեն ինչը։ Խոսքերին, պայմանագրերին հիմա ոչ մեկը ուշադրություն չի դարձնում։ Դու պիտի դրնես հզոր։ Դու պիտի դառնաս հզոր պետություն։ Միայն հզոր պետությունը, ռազմական, տնտեսական հզոր պետությունը կարող է հասնել խաղաղության։ Ուրիշ ելք հասնել խաղաղության չկա։ Ադրբեջանը շարունակ ասած մենք պետք է ռազմական բալանսը վերականգնենք։ Չեք կարողանալու վերականգնել, դժվար է լինելու, դա մի 10 տարվա աշխատանք է պետք, բայց պիտի սկսես այդ աշխատանքները։ Եվ հիմնականը սկսես պատրաստել քո հասարակությունը, պատրաստել քո տնտեսությունը այդ վիճակին, որ խաղաղությունը ոչ թե պարգևատրված է լինելու մեզ Միացյալ Նահանգների կողմից, Թուրքիայի կողմից, Ռուսաստանի, ոչ թե պարգև է, բայց մի վիճակ է, որին դու պիտի հասնես աշխատելով, կառուցելով քո տնտեսությունը, կառուցելով քո անվտանգության համակարգը եւ այլ։ Ուրիշ ելք չկա։ Այսօր միայն երաշխիքը, որ Ադրբեջանը չի հարձակվում Տրամփի անուննա, Տրամփի վրա 3 տարի ունեք ընդամենը, Աստված տա Տրամփի հետ ոչինչ բան չի պատահի, եւ քո ռազմական ուժերն են, քո ուժային հաստատություններն են։ Եվ դու կանգնած ես այն պահին, որ դու պիտի քո հասարակությունը պատրաստես պատերազմին։ Քո հասարակությունը պիտի պատրաստի պատերազմին։ Այդ համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգի հիմնական ֆիլոսոֆիան է, որ միայն պետությունը չի կարողանալու այդ պատերազմով հաղթի, դու պիտի հասարակությունը ողջ ազգը պատրաստես եւ ողջ ազգը պիտի պատրաստի։ Ոնց ես պատրաստում քո ազգը, ոնց ես պատրաստում քո պահեստազորը, ոնց ես կառուցում քո պահեստազորային ուժերը, ոնց ես պատրաստում քո տարածքային պաշտպանության համակարգը, ոնց ես պատրաստում քո քաղաքացիական պաշտպանությունը եւ այլը։ Կա հազար ու մի շատ կարևոր հարցեր, համակարգեր, նախաձեռնություններ, որը դու պիտի անես չսպասելով ոչ մեկին։ Եվ ես նման համակարգված մոտեցում ցավոք սրտի չեմ տեսնում։ Այո, համապարփակ պաշտպանության անվտանգության համակարգի տեսլականը ընդունված է Հայաստանի կողմից, բայց տեսլականից հետո պիտի գա ռազմավարություն, ռազմավարությունից հետո պիտի գա աշխատանքային քարտեզ, աշխատանքային քարտեզից հետո պիտի գան պետական ծրագրեր, հասարակական ծրագրեր եւ այլ, որովհետեւ այդ աշխատանքը միայն պետությունը նորից են կրկնում չի կարողանի։ Ինչ-որ բան տեղի ունենում խոհանոցում։ Այսօր թուրքերն ասում են, մինչև տարվա վերջ հայեր եւ ադրբեջանցիներ կստորագրեն։ Այդ լինելու ընդամենը մի թուղթ։ Թուրքերին ինչին է պետք այդ։ Թուրքերին պետք է որ ճանապարհը բացվի, իրանք ստանում են Թուրքիայից մինչև Ադրբեջան, իսրայելական ազդեցության եւ այլ հզորացման հնարավորություն, բայց մենք ինչ ենք ստանում։ Մենք պիտի ստանանք այդ որովհետեւ այդ միջանցքը դու մի հատ ունես, այդ միջանքը մի անգամ ես տալու, ուրիշ քարտեր չունես։ Այդ միջանցքը տալով Թուրքիային եւ Ադրբեջանին Միացյալ Նահանգների անունի տակից դու պիտի կարողանաս վերցնես քեզ համար անհրաժեշտ է։ Իմ կարծիքով քեզ համար խիստ անհրաժեշտ է ստանալ բլոկադայի հանում, որ Հայաստանի տնտեսությունը հնարավորություն ունենա դուրս գա մեծ շուկաներ։ Մինչև դու դա չես ստանում, դու չպիտի դասես տարածքը, դու Տրամփի պիտի բացատրես, որ ես կբացեմ, եթե Թուրքիայի այդ համաձայնության մեջ մտնի ոչ թե միայն Ադրբեջանը եւ Հայաստանը, դա պիտի լինի երկու գումարած եկ ֆորմատ, եւ Ադրբեջանը եւ Հայաստանն է մասնակցում, Թուրքիան եւ Միացյալ Նահանգները։
Երկուսը պիտի համաձայնվեն, դա երաշխիքներ, որ բլոկադան հանվելու է, անվտանգության երաշխիքներ, ինչ որ ձևով Միացյալ Նահանգները պիտի ապահովեն։ Մինչև այդ խնդիրները դու չես դնում որպես պետություն, դու նորից քեզ խափելու են, եւ ճիշտ են անել ուղիղ խափելու են, եթե դու խափվում ես մի փաստաթղթով ստորագրած, Ուկրաինայի համարել են Բուդապեշտի մեմորանդումը ստորագրել են, որ տարածքային ամբողջականությունը ունենա ուր այդ եւ այնտեղ դելիմիտացիա դեմարկացիան անցկացված է Ռուսաստանի եւ Ուկրաինա սահմանները լրիվ ճիշտ գրված են եւ այլ ժամանակը թղթերի վերջացել է ցավոք Ադրբեջանում խորհրդային դրոշներով ցույցեր են անցկացնում հա Այդ ուրիշ հարց է Ինչ հարց է դա Այդ հարցը այն խնդրեմ հնարավոր է Ադրբեջանում թե նախաձեռնողը իշխանությունը Իշխանությունն է իհարկե անում այդ այնտեղ ավտորիտար երկիր է ամեն ինչ մոնոպոլիզացված է մտածել որ ինչ որ բան կարող է տեղի ունենալ ինքան էլ լուրջ չի եւ այստեղ մի ուրիշ մեծ խնդիր կա մեզ համար նվեր դուք էլ չեք ներեցեք երկրորդ անգամ ասում ջահել ինձ ման ջահել չեք հասկանում եք Պրոբլեմը այն է որ վերջի 30 տարի եւ 25-30 տարի ադրբեջանական հասարակությունը մեծացվել է Հայաստանի հայ ազգի նկատմամբ թշնամության մեջ մի սերունդ է մտածել, որը ատում է հայերին եւ այդ ատելությունը դարձել է ասկանցի նպատակը, իրանք այդպես են մեծացել։ Իրանք այդպես են ձևավորվել։ Եթե ասենք պատկերացնենք, որ մի վարքյան Իլհամ Ալիևը ստորագրում է, որ խաղաղություն է սկսում, հիմա հայերը մեր բարեկամներն են, դուք հասարակությունը մի օրում չես կարողանալ փոխել։ Հասարակությունը բուժել այդ ատելությունից այդ դες կողմերը սկսել են քա հասարակության ներկայացուցիչներով շփումներ։ Այդ խաղը չեմ կարծում, այդ լուրջ չի ստացվել, որովհետև եկել են գնացել 5-10 հոգի, բայց այստեղ Հայաստանում այդ խնդրեմը չկա, մեզ մոտ ատելությունը չկա։ Ադրբեջանում դա տոտալ պետական ծրագիր է եղել, գաղափարախոսություն է եղել։ Իլհամ Ալիևը որպես ավտորիտար առաջնորդ արտաքին թշնամի է կառուցել, արտաքին թշնամին ցույցատարից ներքում պահել իշխանությունը, դա կլասիկ մոտեցում է։ Մեֆտիևի կալանքը նույնպես այդ սցենարիո։ Այդ այդտեղ իշխանության խաղեր է, այդ պալատային խաղերի ձևական չէ, պալատական խաղեր է, բայց ավտորիտար համակարգի ներքո։ Կարող է Իլհամ Ալիևը գնա ուրիշը գա, բայց այդ ավտորիտար երկիր է լինելու, ասենք կինն է գալիս իրան, կամ ուրիշ մի կլան է հաղթնում, բայց եթե կլանը հաղթի նշանակություն չունի, հասարակությունը, ազգը, ժողովուրդը, ադրբեջանական թշնամական է վերաբերում Հայաստանին, Հայաստանը նայում է մեզ նայում որպես թշնամի, եւ դու դա մի տարում, 20 տարում լուծել չես կարող, մի 2-3 սերունդ պիտի անցնի, որ ադրբեջանցին սկսի ուրիշ ձևի նայել մեզ, եւ մտածել, որ այս պայմաններում դու կարող ես հասնել խաղաղության ընդամենը թղթով, դա շատ ու շատ մեծ խաղ է, իրանք ավելի շուտ կշարունակեն պատերազմը։ Այսօր ազգային ժողովի նախագահ Հայաստանի բավականին վստահ էր ասում, որ բոլոր գերիները կվերադառնան։ Դե հա Հա։ Քանի անգամ են ասել, մենք քանի անգամ ենք այդ խոսքերը լսել։ Պետք չէ նման խոսքեր ասել, նման հայտարարություն անում են արդեն post factum, եւ վերջից ասում ասես հետ եք բերել։ Պետք չէ հասարակությանը այն ծնողների նորից այնպեսի համաձայնություն, որը թույլ տալիս է իրան։ Ով է երաշխիք, այդ համաձայնության երաշխիքը ով է։ Ես էլ չգիտեմ, դուք էլ չգիտեք, եթե չես ասում ով է երաշխիք, ինչ ծրագրով է Ինչու է Ադրբեջանը համաձայնվել, ինչի դիմաց է ինքը համաձայնվել, պետք չէ հասարակությանը Ադրբեջանը համաձայնել է, որովհետև Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանի հետ հակամարտությունը ավարտված է։ Չեմ հավատում այս Ադրբեջանին, որովհետև Ադրբեջանը զուգահեռ շարունակում է զինվել մեծ տեմպերով։ Ադրբեջանի ներքին տրամաբանությունը մնում է ռազմական։ Միայն մենք չենք, չէ՞։ Չեմ կարծում Ադրբեջանը մտածի, որ Իրանի դեմ կարող է ռազմական գործողություններ լինի, կամ ասենք Վրաստանի դեմ, չէ, մենք ենք, ուրիշ թշնամի չկա։ Ղազախստանի դեմ չի հոգարվել։ Միայն թշնամին, ում դեմ Ադրբեջանը կարող է կռվի, դա Հայաստանն է։ Այդտեղ ոչ մի բան չի փոխվել, եւ Ադրբեջանի մոտ մնում է այդ ռազմական տրամաբանությունը։ Ինքը ռազմական տրամաբանության մեջ է, տեսեք ինչքան զենքեր է առնում, վերջի շքերթը որ շուտ են դվել, ինչքան զենք է առնում։ Եթե դու պատրաստում ես խաղաղության, քո ռազմական բյուջետը 21% չի կարող լինել։ Պետք չէ խաբվել, պետք է նայել իրականության փաստերի հետ։ Իրականների փաստերի մեջ դու ունես Միջանցք, Տրիպ, Տրամպի անման, այդ Տրամպի անման Միջանցքի դիմաց դու պիտի ստանաս երաշխիքներ, անվտանգության երաշխիքներ եւ բլոկադա է հանում։
այդ խնդիրների պիտի լուծի հայկական իշխանությունները։ Եթե այդ խնդիրները չես դնում, եթե չես փորձում լուծել, մտածել որ ինչ-որ մի փաստաթուղթ պայմանագիր քեզ կերաշխի կլինի խաղաղության, դա շատ սխալ մոտեցում է։